Փետրվարի 18-ին նախագահի ընտրություններին կմասնակցի ընտրողների 75%-ը։ Իր հերթական հարցումներով պարզել է սոցիոլոգ Ահարոն Ադիպեկյանը։ Նույն հարցումների համաձայն ընտրողների 21%-ը թեև կմասնակցի ընտրություններին, սակայն դեռ կողմնորոշված չէ։ Երկրորդ փուլի հավանականությունը, եթե Ռաֆֆի Հովհաննիսյանը կարողանա գոնե ձայների մի մասը վերցնի իր վրա։ Պարոն Ադիպեկյանը փորձել է նաև պարզել, թե փետրվարի 18-ին ինչպես են բաշխվելու ընտրություններին չմասնակցող Հայ ազգային կոնգրեսի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները։ ՀԱԿ-ի ձայների զգալի մասը գնալու է ոչ միայն Բաղրատյանին, այլև Ռաֆֆի Հովհաննիսյանին։ ԲՀԿ-ի այդ մոտ 400,000-անոց ընտրողների ձայներն էլ ըստ կգնա Ռաֆֆի Հովհաննիսյանին։ Ոչ, մի մասը ձայների կգնա Սերժ Սարգսյանին, մի մասը ուրեմն կգնա Ռաֆֆի Հովհաննիսյանին, ուծե Բաղրատյանին։ Ահարոն Ադիպեկյանի հարցումները ցույց են տալիս նաև առաջադրված տեխնացուների ճանաչելիության մակարդակը։ Առաջին տեղում Սերժ Սարգսյանն է, նրան հաջորդում է Ռաֆֆի Հովհաննիսյանը, Պարուր Հայրիկյանը, Հրանտ Բագրատյանը, իսկ վերջին հորիզոնականում Անդրեաս Ղուկասյանն է։ Իսկ ինչպես է գնահատում պարոն Ադիպեկյանը ընտրական գործընթացում տեխնացուների կողմից հացադուլ հայտարարելը։ Հացադուլ հայտարարում է այն մարդը, որը պատրաստ է սովամահ լինել իր սկզբունքների համար։ Հայաստանում դեռ սովամահ լինող հացադուլ հայտարարող չի եղել։ Մարինե Ստեփանյան, IPV